Հստակեցնենք 2025-ի հուլիսից մեկնարկած պրոցեսի մասն եք, չէ՞ հիմա։ Այո։ Եվ Հայաստանի Հանրապետությունում շատ են կառույցները, շինությունները, որոնք պատկանում են օրինակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես սուբյեկտ։ Սա միակ այդպիսի օրինակն է եւ միակն է։ Այո։ Դուք ո՞րն եք ակնկալում լավագույն լուծումը, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը մենք ծանոթ ենք ու տեսել ենք, որ ի սկզբանե մերժում է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը, չեն ցանկանում եւ այդպես էլ արտահայտել են, ասել են գոյություն չունի, անգամ ես հիշեցնեմ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը 2024-ի սեպտեմբերին, երբ վստահեցրել է, որ այդ շենքի մասն էլ պետք է վերանայք է շենքի նկատի ունենալով։ Հիմա դուք ո՞րն եք համարում լավագույն լուծումը, եթե Հայաստանի Հանրապետության որդեգրած նոր քաղաքականությամբ, նոր սկզբունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չեն իդենտիֆիկացնում որպես սուբյեկտի։ Տեսեք, մենք ունենք օրինակ 2022 թվականի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված փաստաթուղթ, որով նշվում է, որ Արցախի ներկայացությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված է որպես դիվանագիտական մարմին։ Արցախի Հանրապետության պաշտոնատար անձին կրում էին եւ շարունակում են կրել դիվանագիտական անձնագրեր։ Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց պատկանող մեքենաներին տալիս էին դիվանագիտական համարանիշներ։ Բացի այդ, օրինակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով, ես ամենահիշարժան իմ համար ակտը վկայակոչեմ, պետական բյուջեի մասին օրենքով հստակ նշված է, որ օրինակ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության տրամադրում է վարկ։ Այսինքն այդ պետական բյուջեով կարգավորող դիավարաբերությունները։ Բացի այդ գործում է հանձնաժողով, որը ընդ որում այդ Արցախի եւ Հայաստանի ազգային ժողովների մասին է խոսքը գնում, ընդ որում հանձնաժողովի նախագահը հանդիսանում է նույն ինքը Ալեն Սիմոնյանը։ Նույն ինքը կրկնում եմ Ալեն Սիմոնյանը։ Էլ ես չեմ խոսում անգամ վկայականում տեղ գտած, եթե լավ, այդպիսի սուբյեկտ չկա։ Վկայականում ինչու եք նշել Լեռնային Ղարաբաղ Հանրապետության կառավարություն։ Որ պահից է որոշվել, որ այդպիսի սուբյեկտ չկա։ Եթե 2023 թվականի սեպտեմբերից հետո այդ հարցին եւս կպատասխանեմ։ Բայց մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի եթե ընդունում էիք դա, ինչպես է ստացվում, որ հիմա չեք ընդունում։ Այ ինչ ասեք նախագահի հրամանագիրը, որովհետեւ դատան արձանագրեց արդեն, որ այդ հրամանագիրը ոչինչ է։ Այ ինչ է փոխվել, իսկ դա անչափ հետաքրքրում է պետության կողմից վարվող քաղաքականությունը, թե ինչ։ Բայց այդ համատեքստում ես կկիսվեմ նաև իմ կարծիքով։ Առհասարակ մեզ արցախցիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարելու պետության քաղաքականությունը ըստ իս պայմանավորված է հետևյալով։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս եւ նշում է ընդ որում մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 19 անգամ Պրահայում հայտարարություն հստակ տվեցին եւ ճանաչեցին որպես տարածքային ամբողջականության մաս։ Եթե Հայաստանը արցախցիներին ճանաչի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, լուրջ խնդրի առջև կկանգնի միջազգային ատյաններում, որովհետև Ադրբեջանը այդ ժամանակ կարող է անգամ հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության, նշելով, որ եթե դուք ընդունում եք, որ ձեր քաղաքացիներն էին, բայց զուգահեռ ընդունում եք, որ Արցախ կազմել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ապա դուք ընդունում եք, որ ձեր քաղաքացիները ապօրինի գտնվել են Ադրբեջանում եւ օգտվել օրինակ օգտակար հանածոներից եւ այլն եւ այլն։ Այսպիսի գործողություններից խուսափելու նպատակով է, բայց սրա մասին պետք է մտածել եւ հասկանալ դեռևս համապատասխան հայտարարությունները կատարելիս Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն կամ ինչպես իրենք են նշում Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմելիս։ Հիմա ինչ ակնկալումներ ունեմ ես ակնկալում եմ, որ արդարադատություն տեղի կունենա։ Որն է լավագույն լուծումը այս փուլում, եթե քաղաքականություն պետության էսա չեն ընդունում Լեռնային Ղարաբաղի գոյությունը։ Ախր դատարանի գործունեությունը կապված չէ պետության քաղաքականության հետ։ Դատարանը արդարադատություն իրականացնող մարմին է եւ դատարանը կարող է կայացնել վճիռ, որ բխում է օրենքներից եւ սահմանադրություններից, ոչ թե պետության կողմից վարվող քաղաքականությունից։ Շատ է։ Մի հարց էլ արդյոք այս որոշումը, որը ասենք հավանական ամենաբացասական սցենարով գնանք, մերժումը, որ չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն չեն իդենտիֆիկացնում, կարող է ազդել եւ նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն բոլոր քաղաքացիների համար, որոնք
որոնք ունեն խնդիրներ, այո, նաև Արցախի հանրապետությունում, էլի ապացուցելու, որ այս տունը իրեն է, շենքը իրեն է, կարող են հողում տալ Հայաստանի Հանրապետության այս նախադեպային որոշման եւ ասեն չենք իդենտիֆիկացնում այդպիսի հանրապետություն չի եղել, դուք եք Ոչ միայն այդ, ես վկայակոչեմ նաև որոշման այլ ցավալի հետևանքներ, հնարավոր որոշման։ Նախ ես շատ մեծ եւ խորը ցավ եմ ապրում, որ դատարանները եւս առաջնորդում են պետության քաղաքականությամբ։ Այն դեպքում, երբ որ դատարանը արդարադատություն իրականացնող մարմին է, ես այդպիսի եզրահանգում եմ կատարում հենց այսպիսի դատական ակտեր ուսումնասիրելով։ Բայց մենք ունենք նաև դատարաններ, որոնք այլն են արձանագրում։ Օրինակ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր մեկ դատական ակտով մերժել է Արցախի Հանրապետության դատական ակտի ճանաչումը, նշելով, որ այդ ակտը ճանաչման կարիք չունի, համարելով այդ ակտը ներպետական ակտ։ Այ օրինակ սա իմ համար շատ կարևոր արձանագրում է, որը կատարվել է Հայաստանի, որ չի դիտարկել որպես օտարերկրադատական ակտ, եւ ասել է այդ ակտը արդեն կայացված է եւ ընդհանրապես կատարման ենթակա է։ Հիմա եթե դուք Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը չեք ընդունում, մոտ գիտեք ինչքան տրամաբանական եւ բազում հարցեր է առաջանում։ Ներկայումս գիտեք քանի անձ է ազատազրկված եւ իր ազատազրկման պատիժը կրում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության դատական ակտերի հիման վրա։ Արցախի Հանրապետության դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրենց պատիժ, բայց այդ մարդիկ այստեղ պատիժը կրելու ստացվա որ անօրինական պատիժ են կրում։ Երկրորդ, շարունակեմ։ Երկրորդ, գիտեք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունում քանի արցախցի դատավոր է պաշտոնավարել։ Միջև 2000 անգամ 24 թվականը, 23 թվականից հետո։ Ես հիմա դատավորների տվյալների չեմ մեջ բերի, բայց գիտեք քանի դատավոր է պաշտոնավարել։ Բայց եթե նրանք քաղաքացիություն չունեն, ինչ հաստատում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մասին օրենքով էլ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության հետ թվում նաեւ դատավորի պաշտոն կարող է զբաղեցնել բացառապես Հայաստանի քաղաքացի։ Ինչ հաստատում անօրինական դատական ակտերին կայացում է դատավորների կողմից, այդ քննիչների, այդ դատախազների կողմից, ովքեր Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեին բացարձակապես։ Այսինքն Հայաստանի քաղաքացիներ չէին ըստ պետության կողմից արտահայտված դիրքորոշման։ Այս սրանք հետևանքներ են, որոնց մասին չեմ մտածում։ Սրանք լուրջ հետևանքներ են, որոնց մասին չեմ մտածում։ Եվ այս որոշումը հետագայում նաև Արցախի Հանրապետության սուբյեկտայնության չընդունումը շատ ծանր ու անդառնալի հետևանքներ է առաջացնելու։ Շատ ծանր ու անդառնալի հետևանքներ է առաջացնելու։ Այդ թվում նաև միջազգայնացիաներում։ Արցախի Հանրապետության սուբյեկտայնության չընդունման պարագայում ու չնայած պետությունը արդեն միջազգայնացիաներից հետ է կանչում արցախցիների վերաբերյալ դատական ակտերը, բայց այնուամենայնիվ այդ դատական ակտերի հիմքում կարող է տրվել այսպիսի որոշումներ, եւ Ադրբեջանը կարող է հողում կատարել այսպիսի որոշումների։ Սա ճակերտներում միգուցե իրենք փորձեն ներկայացնել կամ հիմնավորել որպես խաղաղության գործընթաց, բայց ինչ ասեմ, եթե խաղաղության գործընթացը Արցախի Հանրապետության ներկայացության շենքը Ադրբեջանի դրամատիկական թատրոնի վերածելու գործողությունն է, ապա թող այդպես լինի։ Ես հիշեցնում եմ, որ այս շենքը ժամանակին հանդիսանում էր, այս շենքը, որտեղ մենք ներկայումս գտնվում ենք, ես հրապարակել եմ անգամի մեջ լուսանկարը, ժամանակին հանդիսացել է Ադրբեջանի դրամատիկական թատրոն։ Երևանում, ինչպես իրենք են նշում, Երևանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի մշտական տեղակայման վայր։ Եվ Ադրբեջանի Հանրապետության նախագահը շատ մեծ շուկով նշել է Ադրբեջանի Հանրապետության անգամ օր է սահմանել եւ նշել են Երևանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի, եթե չեմ սխալվում, 120-ամյակը, որին հաջորդել է ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունները եւ ՀԱ ծառայությունը, ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան զեկուցագիր է ներկայացրել դատախազությանը, որի հիման վրա էլ հայց է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։